Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, պետք չէ զարմանալ, որ 2 օր է խորհրդարանում բավականին բուռն քննարկումներ են գնում այս խնդրի վերաբերյալ, սա միանգամայն հասկանալի է մի երկրի համար, որը ըստ էության գտնվում է պատերազմի մեջ, ինչ անուն էր որ տանք դրան, սա պատերազմ է եւ մենք բոլորս էլ հասկանում ենք, ես երեկ էլ ասեցի, այսօր էլ եմ ասում, որ մեր ուղակի բարոյական պարտքն է աջակից լինել մեր բանակին, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու, բայց մենք պիտի հասկանանք նաեւ այն զայրույթը, այն ընդվզումը, որ կա թե մեզանում, թե հանրության մեջ, որ ամեն ինչ պիտի լինի արդար եւ միակ մթնոլորտը, որտեղ մենք պիտի փորձենք կայացնել ազգային համաձայնության այս կարևոր գաղափարը, դա վստահության մթնոլորտն է։ Գիտեք, ինձ զարմացրեցին այստեղ հնչած մի քանի ելույթներ, ովքեր համառորեն փորձում են տրանսֆորմացնել մեր մտահոգությունը, որ մենք դեմ ենք ազգ բանակ գաղափարին եւ մենք դեմ ենք ազգային համազգային турքի այս շատ կարևոր գաղափարին։ Ես նորից եմ կրկնում, կամ իրենք միտումնավոր են խեղաթյուրում մեր մտահոգությունները, կամ պարզապես սովորական դեմագոգիա է։ Իհարկե, այստեղ հնչեցին նաև իսկապես լուրջ առաջարկներ, հնչեցին նաև օրիորդաց վարժարանի վայել լալահառաջ ռաբիս 3-րդ դասարանի հայրենի մակարդակի շարադրություններ, որոնք չեմ կարծում կարող է պատիվ բերեն որևէ քաղաքական գործչի, բայց հնչեցին, կրկնում եմ նաև իսկապես լուրջ առաջարկներ։ Ես կրկնում եմ, Բարգավաճ Հայաստանը այս նախաձեռնությանը քվեարկելու է կողմ, միանշանակ, որտեղ այո, նախաձեռնությունը կարևոր է, սա պիտի լիներ վաղուց, մեզանից յուրաքանչյուրը Հայաստանի Հանրապետության մեր պարտքը ունենք մեր զինվորի, մեր բանակի առջև եւ դա չպիտի պայմանավորվենք թալանով, կոռուպցիայով, թալանչի սպայակազմի մի հատվածով, թալանող գեներալներով, օլիգարխ զինվորականներով, ովքեր տզրուկի նման նստած են բանակի վզին, նստած են բանակի վզին եւ թալանում են բանակը, բայց ես կրկնում եմ դրան զուգահեռ, ես հիմա կոչով դիմում եմ հետաքննող լրագրողներին, եկեք խորհրդարանի այն խմբակցությունների, այն падգամավորների հետ միասին, ովքեր նախանձախնդիր են, որ զինվորի հացը գողացողի ձեռքը բռնվի, ովքեր նախանձախնդիր են, որ Վահագնի թաղամասում միլիոնավոր դոլարներով շքեղ առանձնատներ կառուցած օլիգարխ գեներալներին բերեն պատասխանատվության դաշտ, ովքեր նախանձախնդիր են, որ արտերկրում տարբեր հիվանդանոցներ եւ տարբեր հյուրանոցների տեսքով սեփականություններ ունեցող օլիգարխ գեներալները բերվեն պատասխանատվության դաշտ, նրանց հետ միասին մենք հետաքննող լրագրողների հետ միասին փորձենք այս ամենը հրապարակայնացնել եւ անուն առանուն ներկայացնենք մեր այն падգամավորներին, ովքեր համառորեն անուններ են ուզում։ Այդ անունները գիտենք բոլորս, այդ անունները հայտնի են բոլորիս, այդ անունները ամեն օր մենք տեսնում ենք իրենց ունեցվածքը, իրենց ցոփ, անպարկեշտ ցոփ ապրելակերպը մեր բոլորիս տեսանելիության տիրույթում է եւ ես կրկնում եմ, պաշտպանելով նախագիծը, մենք զուգահեռաբար սկսելու ենք գործընթաց զինվորի հացը գողացողին ենթարկելու պատասխանատվության։ Ես երեք այստեղ բարձրացրեցի նաև մարտիկ հիմնադրամի հարցը, այսօր հիմնադրամի նախագահը այսպես հայտարարությամբ է հանդես եկել, ասելով, որ մենք հանգիստ լինենք, հիմնադրամի 1.2 միլիոն ցիտում եմ իր ձևակերպումը, ապահով պահված են բանկային տարբեր համակարգերում։ Հարց է առաջանում, այդ ինչի եք ապահով պահել բանկային տարբեր համակարգերում։ Բա մեր երկրում ապրիլի 2 եղավ, դրանից հետո զոհեր եղան, դրանից հետո տարբեր զինվորների արտերկրի բուժման համար, որտեղ մեր առողջապահական համակարգը այդ ռեսուրսը, այդ ներուժը չունի, Facebook-ներում փող էինք հավաքում այդ երեխաների համար։ Այդ ինչի եք տարբեր բանկային համակարգերում ապահով պահել։ Բա այդ գումարները ներդնեիք, այդ ոչ թե Facebook-ներում նստեինք 1000 դրամներ հավաքեինք եւ առաջի տիկնոջ կամ մի քանի այլ անձանց բարեգթությանը ապավինեինք կամ տարբեր կազմակերպությունների, տարբեր մեծահարուստների բարեգթությանը ապավինեինք, բերեիք այդ գումարները, այդ զինվորներից մի քանիսի խնդիրը կարողանայինք լուծել միջազգային մակարդակի կլինիկաներում, այնպես որ ես եթե սա որոշները համարում եմ բացատրություն
արտահայտություն եւ հիմնավորում, ինձ համար սա հիմնավորում չէ։ Եվ այստեղ նաեւ կարծիք հնչեց, որ գործ չունեք թալանչիների հետ, թալանչիներին պատժելը թողնենք Աստծուն։ Գիտեք, եկեք Աստծո գործերին չխառնվենք, մեր եւ աստվածային չափումները շատ տարբեր են, որպիսի կարողանանք վստահության մթնոլորտ ձևակերպել այս շատ կարևոր նախաձեռնությամբ հանդեպ մենք պիտի զուգահեռաբար, այո, զբաղվենք բանակը թալանածների գործերով, անուն առանուն։ Ես կրկնում եմ, վհուկների որսի կոչ չեմ անում, կուլակ փաթափության կոչ չեմ անում, ես անում եմ հստակ պատասխանատվության կոչ։ Դրանք տարբեր բաներ են։ Եվ մի քանի առաջարկ, պարոն նախարար, ես միանում եմ այն իմ գործընկերների առաջարկներին, որ տարբերակված մոտեցում պիտի լինի 500,000 եւ ավել ստացող Նաիրա Զոհրաբյանը շատ ավելին պիտի վճարի, քան 100,000 դրամ ստացող Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Եկեք միջև 100,000-ը ընդհանրապես ազատենք այս турքից, 100,000-ից հետո պրոգրեսիվ աճով սահմանենք ավելի դեպի աճ, ուրեմն ազգային турք, ես սա անվանում եմ ազգային турք, եւ կարծում եմ առաջինից երկրորդ ընթերցում մենք այս турքի ցուցակից կհանենք ինչպես զոհվածներ ունեցող զինվորների ընտանիքներին, այնպես էլ այս պահին ընտանիքում զինծառայող ունեցող ընտանիքներին։ Թերևս այսքանը Բարգավաճ Հայաստանը կողմ է այս նախաձեռնությանը։